Ողջույն, այսօր Civilnet podcast-ի շրջանակում ես զրուցում եմ Civilnet-ի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հետ։ Ողջույն Էրիկ, ուրախ եմ այս հնարավորության համար քեզ հետ զրուցելու մի փոքր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական թեմաների մասին եւ հաղորդման երկրորդ մասում խոսենք Հայաստանի ներքաղաքական իրադրության, նախընտրական իրադրության մասին։ Սկսենք այն օրինագծից, որ վերջերս ներկայացրել են ԱՄՆ կոնգրեսականները, այն կոչվում է Կովկասում լարվածության կանխարգելման եւ փոխգործակցության առաջխաղացման մասին օրինագիծ Peace Act անգլերեն, կարծես շատ կարևոր նախագիծ էր, որը քիչ լուսաբանվեց հայկական մամուլում, համենայն դեպս ուզում եմ լսել քո կարծիքը, ինչ է ենթադրում այս օրինագիծ, արդյոք առաջին անգամ է նման բան ներկայացվում եւ ինչ շանսեր ունի ընդհանրապես ընդունվելու։ Այնքան որ մենք գիտենք, այս առաջին անգամն է, որ այս պատմաճյուղներ դրել են Բաքուի ռեժիմի դիմաց, այս հիմնական այնց ագրված, որ Սոքարի մասին է, սանկցիաները, պատմաճյուղները Սոքարի դեմ են, որ եթե Հայաստանի դեմ նոր ագրեսիա էլի, այդ պահին ամերիկյան պետությունը պետք է պատմաճյուղները տնի Սոքարի դեմ։ Այնքան որ ես իմանում, երբեք էսենց առաջին անգամն է, որ էսենց օրենսդրություն ունենք։ Եվ էսի շատ կարևոր է եւ ասես որ ինչ շանս ունի որ էսի անցնի որպես կանոն սրա հեղինակը շատ senior հանրապետական կուսակցությունից congress member է եւ վստահ եմ որ էս նախքան էս լրիվեստորագիր դուսկալը իրանք համ սպտակտունի հետ համ state department-ի հետ որոշում ունեն որ իրանք կամ աջակցում են կամ չեմ հակառակում Կանաչ լույս են ստացել։ Այո, եթե չէ, այդտենց senior անդամը երբեք այդտենց քաղաքական ծրագիր չի սկսի։ Սա շատ լավ է, ինչ շանս ունի որ անցնի, էդի այդ լոբինգի պատերազմները, որ կատարվում է Ամերիկայի հետ Վաշինգտոնում, կարող է անցնի, կարող է չանցնի, բայց լավ տեղից է սկսում, սա Բարձր շանսը կա որ կարող առաջ է, բայց շատ բաներ կարող է փոխվի, բայց հասկանանք, եթե լսի չանցնի, 1 տարի այդ հարևան երկիրը պետք է իր լոբիստներով, իր քաղաքական գործիչներով կենտրոնանա ամեն բարաչիլ պետք է կենտրոնանա եւ ամեն տեղ այդ Վաշինգտոնի ամեն գրասենյակում ասի, էսի վիրավորիչ է, որտեղ մենք ոչ մի նպատակ չունենք, որ Հայաստանի վրա հարձակվենք։ Թող իրանք 1 տարի սպասեն, 1 տարի մյուս տարին դրա վրա աշխատեն, ես դրա հետ ոչ մի խնդրեմ չունեմ։ Քանի որ դու լոբիստների թեմային անդրադարձար, կարծես թե այս օրինագծին դեմ է արտահայտվել անկան դաշնակցությունը քննադատելով այս օրինագիծ, ասելով, որ այն շատ նեղ է, որ չի թիրախավորում, չի անդրադառնում Արցախի ցեղասպանության եւ այլ հարցերի, ինչպես կարելի է այս դիրքորոշումը մեկնաբանել։ Ես չեմ հասկանում իրանց դիրքորոշումը, որտեղ հիմնական գիտեք քաղաքականության մեջ դու չես կարող իդեալականը լավի թշնամի սարքես։ Այո, ամեն հարցերի վրա, այն հարցերը որ ամենից համար կարևոր է, չի խոսում էս ծրագիրը որ կա legislation ասպեն անգլերենով։ Բայց հասկանանք այն Հայաստանը որ ապահով է զգում, շատ ավելի հեշտ կարող է այդ ուրիշ ամեն հարցերը առաջ բերի։ Այն ինչ են ասում Հայաստանը որ existential հարցերի վրա մտածում լրի որ, այդ վախով այս ուրիշ հարցերը չի կարող առաջ բերի։ Ես չեմ հասկանում իրանց մոտեցումը եւ ավելի վատ ես վախենում եմ որ ես իրանց համար այս ռեժիմի փոխվելը Հայաստանում ավելի կարևոր է, քան թե երկրի այդ իշխանական պաշտպանության հարցերը եւ ինձ համար դա ընդունելի որոշում չի։ Ասեմ, եթե դոգը Հայաստանի վարչապետն էր, մենք ամենից պետք է աջակցենք այս ծրագիրին։ Այսինքն անկախ նրանից թե ով է այսօր։ Այո, որտեղ պետական շահերի մասին են խոսում, ռեժիմն ու պետությունը երկու տարբեր բաներ են, ռեժիմը այսօր կա, վաղը չկա։ Պետական շահերը չի փոխվում։ Գիտես Էրիկ, մյուս հետաքրքիր հարցը, որ կարծում շատերին կհետաքրքրի, մենք ունեցել ենք 2020 թվականի պատերազմից հետո շատ ավելի սուր, շատ ավելի վտանգավոր ժամանակահատվածներ եւ իրական վտանգ կար ամեն օր նոր պատերազմի, այդ ժամանակ նման օրինագիծ կարծես չէր ներկայացում, այսօր երբ համեմատաբար հանգիստ է, երբ ինչ որ փաստաթղթեր են ստորագրվել եւ այլն, մենք ունենք այսօր ինչու հիմա թայմինգ անգլերեն ասած։ Առաջինը որտեղ էս մեր նոր լոբիստական ընկերություններ ունենք, սիստեմներ ունենք, որ մեր հարցերի վրա են աշխատում, որ ավելի շատ կենտրոնացված են Հայաստանի պաշտպանության հարցերի վրա։ Դրանք նոր են, այսինքն նոր են ձևավորվել։ Եվ խոսացել ես Թիմ Ջամալի մարդկանց հետ դուքսեր ես շփվել իրենց հետ։ So այդ կողմից այս նոր կազմակերպություններ կան, որ շատ ավելի կենտրոնանում են Հայաստանի պաշտպանության վրա եւ ավելի կարեւորը հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացնելու
ավելի հստակ ստեղծելու, համակարգեր ստեղծելու։ So հատուկ այո, ավելի շատ վտանգավոր ժամկետներ ենք ունեցել, բայց էսի ճիշտ ժամկետն է, որ էսի առաջ բերենք։ Երաշխավորելու նաև այն համաձայնությունները, որոնք օգոստոսի 8-ին։ Այո, որտեղ Թրամփի ռեժիմը էսի տեսնելու է, որպես իրանց օգնի TRIP-ի ծրագրի վրա, որ իմանան ճշնամու երկրին ճնշել տարբեր հարցերի վրա։ Եվ քանի որ դու արդեն նշեցիր TRIP-ի ծրագիրը, առաջին անգամ ենք քեզ հետ այս հնարավորությունն ունենում զրուցելու այդ թեմայով։ Հայաստանում TRIP-ի մասին, Թրամփի ուղու մասին, ընկալումների, կարծիքների մասին ինչ կարող ես ասել։ Մի մասը մի փոքր շատ չափազանցված է, մի մասը կարծում եմ անտեղին շատ հոռետես, շատ վատատես դիրքորոշում ունեն։ Ի վերջո ինչ շահեց Հայաստանը ըստ քեզ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին։ Երկու բան։ Ժամանակ, որ այդ զսպչան ռազմական համակարգները մենք կարող առաջացնենք, որ այս մետարի երկրորդ մյուս տարին շատ կարևորին ամենից գիտենք զենքեր ունենք, որ գալիս են, դեռստեղ չեն։ Մեր համակարգները այն փոփոխությունները, բարեփոխությունները, որ բնվում են, գիտենք։ Այս երկիրը ժամանակ պետք ունի, որ իր այդ ռազմական համակարգները առաջացնի, որ իմանանք նրան պաշտպանի։ Ընդհանրապես ժամանակ։ Այո, ամենակարևոր հարցը, որ TRIP-ի ցուցակի ժամանակ, ամենակարևոր, որտեղ մեզի 2-3 տարի առնում է, որ իմանանք այս երկիրը ինքն իմանա իր ուժով իրան պաշտպանի։ Այդ ամենակարևոր հարցն է։ Հետ կգանք քո հարցից։ Երկրորդը Ամերիկայի միջնորդությունը հայ եւ Բաքուի ռեժիմի Հայաստանի եւ Բաքուի ռեժիմի հարաբերությունների մեջ որպես միջնոցելները մեզի շատ ավելի օգտակար է, քան թե Մոսկվան այդ միջնոցելները, որտեղ իրանք այդ ռոլը մենք իրանք ինչպես են խաղացել։ Նոյեմբերի, այսինքն դու չես անգամ փորձի համեմատել նոյեմբերի 9-ի հայտարարության հետ։ Կարող ես համեմատել, բայց շատ ավելի օգտակար է մեզի, որտեղ մենք գիտենք, որ նոյեմբեր 9-ից մինչև 22-ի ջերմուկի հարձակումը մենք պինգ-պոնգի գտնենք Բաքուի Մոսկվայի մեջ, որտեղ Մոսկվան մեր կողմը չէր, որպես միջնորդ չէր աշխատում, շատ ավելի դեպի շամում Բաքուի ռեժիմի մոտիկ իրանց ծրագիրն առաջ տանում, ագրեսիային ոչինչ չանեն, ագրեսիան չընդունեն 22 թիվին ամենից այդ պատմությունը գիտենք։ So Ամերիկայի միջնորդությունը եւ որտեղ Ամերիկան եւ այս պահին Թրամփը մանձնավորությունը, որ ալեֆը վախենում է Իրանից։ Պարզ խոսանք։ Ինքը աշխարհում 3 բանից է վախենում՝ պատվամիջոցներից, ICC եւ Թրամփ։ So այս մեր խոսակցումը ժառանգ երկու մասին խոսացել ենք։ So Թրամփի այդ իր գերես տարօրինակ ելնելը, եթե կթոնեմ, մեզ համար օգտակար է։ Բայց այստեղ մյուս հարցն է գալիս ու սա գլխավոր ռիսկն է կարծում եմ այս ամենում, իսկ ինչ երբ գա ժամանակը եւ Թրամփը հեռանա, այս է կարևոր հարցը, ինչ է լինելու, որքանով է սա ինստիտուցիոնալ, արդյոք իսկապես մենք ունենք ուղիղ այնքան ժամանակ, որքան Թրամփը սպիտակ տանն է։ Էդի ամենա օգտակար տարիները կլինի, բայց դրանից հետո դժվար է ասել, նայած ով կա իր հետևից դա վանսը կա, ոչինչ չի փոխվի, հատուկ։ Բայց 3 տարվա հետո Հայաստանը շատ ավելի հստակ պետություն է, շատ ավելի հստակ, ինչքան որ ժամկետը անցնում է, այս ագրեսիան ավելի դժվարանում է։ Համ որտեղ մեր համակարգները ավելի հստականում են, մեր ռեֆորմները մեզի մետաղ կտնեն, որ այդ նայեք, Իրան բռնապետի համար ագրեսիան պետք է 100% հաղթես։ Չի կարելի որ 50% հաղթես։ Պետք է ռիսկ չլինի։ Որտեղ եթե այդ ռեժիմի մեջ հարձակում ես անում եւ չես հաղթում, այդ քո ռեժիմից վտանգն է այլելու։ Փլվան հազար ձևի քաղաքական խնդիրներ ստեղծելու քեզ համար։ So հիմա այդ մտնորդից որ հակառակորդը կարող է ամեն ինչ անի առանց ռիսկի, կամաց մետեղ են գտնում որ ագրեսիան ռիսկ ունենա։ Եվ այդ ժամանակը այո, եւ այդ ժամանակը մեզ համար այդ կարող ստեղծի։ Այդ ռիսկի process-ը ճշնամու համար։ Եվ իմ վերջին հարցը այս թեմայի շուրջ, ես գիտեմ, որ քո Insights հաղորդման ընթացքում դու պարբերաբար կրկնում ես այս թեզը, որ չես հավատում խաղաղությանը, չես հավատում այդ խաղաղության համաձայնագրին, միգուցե նույնիսկ այն համարում ես թղթի կտոր, այս հնարավորությունը ուզում եմ այս հնարավորությունից օգտվել եւ հարցնել, ինչու չես հավատում այդ համաձայնագրին։ Որտեղ երկու երկրներն հետ երկու տարբեր բաներ են ուզում։ Մեզ համար խաղաղություն ռազմավարություն է։ Իրանց համար ինքնավորություն է։ Մեզ համար ստրատեգիա, իրանց համար տակտիկ։ Բաքուի ռեժիմի համար ամենակարևոր բանը այն է, որ իրանց ռեժիմը, իրանց համակարգը շարունակվի։
եւ իրանք ցախողվել են լրիվ 30 տարվա ծրագրի մեջ ամեն ինչի պես մենակ մի բանի մեջ որ հաջողվեն էլ երկրորդ պատերազմն է So այդ ինչա ամեն քաղաքական գործիչ այդ երկրում եթե էլ Ալիևը չլի մի բան եմ սովորել որ դու կարող ես ներքին քաղաքական ճնշումները խնդիրները լուծես արտաքին ագրեսիայի հետ այս բային հայ արոն թափելով So մինչև մենք կարող ենք դա փաստենք որ դա ցեզի օգուտ չի խաղաղություն չենք ունենալու հիմնական խաղաղություն իսկական խաղաղություն որ վստահել ես որ պատերազմ չի ելնելու So այդ process-ը իրանք ստորագրեն ոչ մի տարբերություն չունի Մանավանդ որ մենք նրանց կողմից չենք էլ տեսնում ռետորաբանությամբ Ոչ մի ձևով չենք տեսնում ճիշտ հակառակն ենք տեսնում եւ նույն ժամանակ ես կարծում եմ այս մեփան որ ես մեր պետության հետ խնդրում եմ ես չեմ սիրում այս կեղծույսերը Որտեղ եթե նայենք մենք 20 տարի 94-ից 20-ը կեղծույսերով ենք ապրում որ ռուսը ճիտոնի պատերազմն է ռուսը ճիտոնի էս կամ եթե թողնի շատ կարճ կտևի 4 օր կտևի որ եթե պատերազմ սկսի մենք այդ հալու ենք հասնելու ենք անջա So հիմա մենք ճիշտ հակառակն ենք անում բայց խաղաղության հարցով կարևոր է որ մեր առաջնորդները երկրին ժողովրդին հասարակության պատրաստ են երկար ժամկետ շատ բաղ խաղաղության համար Պահ խաղաղության հետաքրքիր տերմին է։ Եվ հիմա անցնենք մեր երկրորդ մասին հաղորդման, մի փոքր խոսենք Հայաստանի ներքաղաքական իրադրության նախընտրական, ինչպես ասացի, դեռ իհարկե པարզ չէ ամբողջ պատկերը նոր են ի հայտ գալիս, նոր դաշինքներ, նոր մարդիկ, որ մտնում են քաղաքականություն, վերջերս այդ մասին հայտարարեց նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը եւ այլն Այս պահի դրությամբ գոնե քո գնահատական մի մարդու, որը տասնամյակներ շարունակ զբաղվել է հանրային կապերով, PR-ով, ընտրություններով եւ այլն։ Ինչ կարող ես ասել։ Կամաց բարձ է, որ էսի 21-ի ընտրությունները նորից չի ելնելու։ Որ շատ բարձ, այո, որտեղ 21-ը շատ բարձ էր։ Նախքին հիմա ներկա, հենց այդ ուրիշ բան չկար, ուրիշ տեղ, ուրիշ ռոլ չկար։ Բայց բարձ այլելու որ այս պահին Արման Թաթոյանի նման որ չես մանում հատուկ որտեղից է բայց հիմնական կարող ես ասել չեզոք է այդ երկուսի մեջ հիմա չեմ անում ասեմ երրորդ ուժ բայց չեզոք հանձնավորություն է եւ ամենից գիտենք ուրիշ կուսակցություններ են որ խոսում է որ կարող է դուրս գան այս քաղաքական դաշտի մեջ այս մյուս ամիսների մեջ բարձ է որ այդ երրորդ ուժի նման option ելնելու է վստահ ես կարծում եմ վստահ չեմ բայց կարծում եմ տեսնում ես գոնե նախադրյալները այո տեսնում եմ բայց նույն ժամանակը այդ իրանց մտնել այդ քաղաքական փուլը եւ հաջողվել է երկու տարբեր բան են բայց ես կարծում եմ այդ օպշնները կելի այդ տարբերակը կելի հարցն է որ ինչքան իրանք հաջողվեն so այդ կողմից լավ է որտեղ մինչև այս բանը մենք ամենից վախենում ենք որ այս նորից մենք այս 18-21 ընտրությունները նորից 26 թվին նույնն այլելու բայց Պարզավոր այդ նույնը չի ելնելու, ըլիս նույն չափի չի ելնելու։ Սա տեսնենք ինչ կլինի, բայց այս պահին շատ պարզ է, որ եթե դրամատիկ փոփոխություններ չլինի, հիմա վարպետությունը շատ ավելի հավանաբար է, որ հաղթի այս ընտրությունները։ Այսօրվա իշխանությունը նկատի ունես։ Իսկ վերադառնալով այդ երրորդ ուժին, որի մասին դու խոսեցիր, այդուհանդերձ դու չես կարծում, որ մեր հասարակությունը ցանկացած նոր ուժի այսպես թե այնպես կապելու է կամ ներկաների կամ նախկինների հետ եւ ինչպես ընդհանրապես հաղթահարել այս ինչ որ առումով, ինչ ասեմ, կարծրատիպը Իրանք ինչքան են կապելու, այդ իրանց խնդիրն է, իրանց հարցն է, ես չեմ կարող ասեմ, որ իրանք ինչ են անելու, բայց եթե դու ռեյտինգները, փոլինգները նայես, շատ մեծ պահանջ կա։ Այո։ Երրորդ ուժի համար, որ ոչ նախկիներին կապանի, ոչ հիմա պետության։ Okay, այդ գիտենք, այդ 50-60% ժողովուրդը դրա էտապ ընտրում։ Տուն չունի, քաղաքական տուն չունի։ Հիմնական հարցն է, որ ինչպես հեռանանք այս անձնական քաղաքականությունից։ Դա շատ դժվար հարց է, որտեղ մենք 30 տարի այս անձնական քաղաքության մեջ ենք ելել։ Եվ փոխարեն մնացած աշխարհը մենք մնացած աշխարհին նմանել ենք։ Մնացած աշխարհը հիմա մեր նման է ելել։ Ամերիկայում Թրամփի համար է, Թրամփի հակառակ է, ուրիշ քաղաքական տարբերակ չկա։ Նկատի ունես ծրագրեր, գաղափարներ, գաղափարախոսություններ չկան։ Բայց ամեն ինչ ինչի՞ է սկսում, որ մենք մանավանդ ավելի կրթված քվետ բանը, ինչ են ասում, միջին ընտրողը պահանջի Եթե դու այ էսի շուկա է, եթե հաճախորդը պահանջում է, այդ մարդիկ այդ ծրագրերով դուրս կգան։ Եթե պատրաստ ենք, որ անցնենք Նիկոլ, Հական Նիկոլ, որտեղ ես չեմ հասկանում Լևոնական, Նիկոլականը, ձախա, աչա, ռեֆորմա, հատար, ես երբեք չեմ հասկացել։
Եվ մենք այսօր էլ չունենք եւ ըստ ամենայնի առաջիկայում էլ դա չի ձևավորվել։ Ինչպես անել, որ ձևավորել է այդ քաղաքական դաշտը։ Եթե դու նայես ուրիշ պեկը առաջինը մեկ քաղաքացիություն ունես, որ այդ օրվա հարցերով տարված չի, ավելի շատ միջոցներ ունի, եթե տեսնում ես, որ եկամուտները բարձրանում են, երկրի ստանդարտները բարձրանում են, քաղաքականությունը բարձրանում է դրա հետ։ So դա էֆեկտն է, այդ մեր հիմա վերտնտեսական շատ դժվար է մարդկանց համար հասկանալը, բայց Հայաստանում էս միջին դասակարգը որ լայնանում է, մանավանդ Երևանում ու շտեղերում, այդ մարդիկ, որ ելնում այդ 25 տարեկան, 26 տարեկան կինը IT-ում չի ընդունի լևոնական ինչ են ասում Նիկոլական, ասել ինչ է կան, ինչ է ծրագիրը, ինչ է։ Ծրագիր եւ գաղափար։ So դա ժամանակի հարց է, բայց պետք է որպես քաղաքացի պահանջենք, որ դա ընդունելի չի, դա բավական չի։ Մեր հասարակությունը քաղաքականացված է ըստ քեզ։ Ոչ։ Բայց ամենուրեք տաքսիներում, խանութներում ամենուրեք խոսում են քաղաքականության մասին։ Դա reaction է, կարծիք է, բայց ոչ խորը չի մտածում։ Որ ամենայն չեմ ուզում հատուկ քննադատեմ, որտեղ աշխարհի ոչ մի տեղում հատուկ հասարակություն չի նստում արտավանից չէ քաղաքական հարցերի մասին մտածի, բայց մեր մոտեցումը չափից ավելի պրիմիտիվ է, կարող ենք ասենք ուրիշների համեմատ։ Բայց նույն ժամանակը Քեզ ասեմ, շատ հետաքրքիր է, որ իրենց խաբելն էլ դժվար է։ Հասկանում են, որ կարևորը հասկանում են։ Իմաստնություն կա ժողովրդական։ Այո, դու հետեթան 21 թվին։ Հետեթան 21 թվին շատ տարբեր երկրներում այդ վիճակը, որ կար Հայաստանը, շատ հեշտ էր, որ հասարակությունը որոշեր, որ ազատությունը պետք չի, ինչ են ասում, ժողովրդական համակարգը պետք չի, թող մենք հետ Ալիև բերենք, մենք հետ Ստալին բերենք, որ մեր հարցերը լուծի։ Բայց ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Այո, հիմա ինչ որ կարծում եք իրանից, դա տարբեր հարց է։ So այս հատուկ այս բնավորությունը, քաղաքական բնավորություն ունենք, բայց քաղաքականացված չենք։ Այո։ Մի կարևոր հարց, ինչ է նշանակելու Քոչարյանի հերթական առաջադրումը ընտրություններում, որ մինչև գոնե այս պահը շատ հստակ չի։ Այս ինքը մենվերն է, որ երբեք չի դատում նվիրի Նիկոլ Փաշինյանին, որտեղ եթե մեր երկրորդ նախագահը լուրջ է Նիկոլ Փաշինյանին հերացնելու վարչապետի գրասենյակից, ինքը պետք է քաղաքական համակարգից դուրս գա, քաղաքական փուլից պետք է դուրս գա։ Դա միայն Քոչարյանին է վերաբերում, թե նաև Սերժ Սարգսյանին։ Այո, Սերժը ավելի վատ։ Որտեվ շատ պարզ է, որ հիմա պետությունը Նիկոլ Փաշինյանը ուզում է 18-ի եւ 21-ի ընտրությունը շարունակի մինչեւ 2100, որտեվ եթե դու երբ որ ընտրությունը տնելու ես հիմավա ռեժիմի Նիկոլ Փաշինյանի եւ Քոչարյանի Սերժի դեմ, ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Հիմա կարող է շատ մարդիկ չեն ուզում ընդունան, բայց հիմնական է դա, եթե նայես ռեյտինգները Հայաստանի ժողովուրդը մեր բանի վրա որ շատ པարզ են, որ այդ հին 18-ից նախքին ռեժիմը չեն ուզում հետ գա։ Եվ սա պետք է հասկանան այդ պետք է հասկանալ, չեմ ասում որ ամենը, բայց եթե ասես կարող եմ ասեմ 50-ից 60% հասարակությունը քվեթվողները չեն ուզենա այդ հին ռեժիմը հետ գա։ Մենք կարող է իրանք սխալ են, բայց եթե նայես ռեալ ռոմերները նայես ով մին աջակցում շատ པարզ է դա։ So այդ հին դեմքերը պետք է դուրս գան քաղաքականությունից։ Այդ շատ մենք հետաքրքիր դինամիկա ունենք, այդ ռուսական խցիկները ինչպես են ասում, այդ մատրուշկա են, չէ՞։ Այո, մատրուշկա։ Մեր առաջին նախագահը երկրորդին բերավ, երկրորդը երրորդին բերավ, եւ այս չորրորդը առաջի երեքի ճշնամությունը պետք ունի, որ իշխանության վրա մնա։ So իրար հետ մի դինամիկա ունեն իրար հետ, շատերը իրար հետ կապ ունեն, բայց դա մեզի ոչ մի օգուտ չի տալի։ Բանն այն է, որ նախկին նախագահները, եթե անգամ իրենց դեմքով չեն առաջադրվելու, նրանք փորձելու են, ինչպես ասում են, վերաբրենդավորվել այլ դեմքով հանդես գալ։ Սա նույնպես խանգարելու է։ Այո, նայած ինչքան པարզ է դա, որտեղ դու կարող ես շատ ճկույն ձևով դա անես առանց ոչ ոքի իմանալու, որ կարող ես այնքան հիմար ձևով անես, որ ամենը գիտեն։ Որ ռեսուրսը որ տեցակալի է, որ մեդիան ու մի համար է։ Այո, բայց առաջի բանը իրանք պետք է հեռանան։ Հիմնական պետք է հեռանան քաղաքական դաշտից, որտեղ իրանք խանգարում են մեր քաղաքական առաջադիմությունը, որտեղ նոր դեմքեր պետք է կան։ Պարզա ինչ որ կարծում ենք այս երեք անձնավորությունից Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք հետ չի գալու, ինքն էլ չի ասում նպատակ ունեմ հետ կամ, Սերժը երբեք հետ չի գալու, Եվրոպետ Քոչարյանը հետ չեն գալու, որտեղ ժողովուրդը իրանք չի տոնի հետ գա, ազատ ինչ են ասում ժողովրդական համակարգի մեջ։ Վերջ։ Երբ որ դու երբեք շանս չունես իշխանության կաս, պետք քաղաքական դաշտից դուրս գաս։ Վերջ։
Եվ մենք այդ պահանջենք, ասեմ, այս մյուս ընդրության մեջ կարող է ամենակարևոր բանը նորմալ ընդդիմություն ստեղծելն է։ Որ այսօր մենք դեռ չենք տեսնում։ Որ նորմալ ընդդիմությունը, որ եթե այսօր չի կարող, մյուս տարի չի կարող, հաղթի կարող 5 տարի հետո, հաղթի կարող 3 տարի հետո, հաղթի Աստված այմանում ինչ հարցեր է կարող շուտ ընդրություն ունենալ, ինչ-որ կաս։ Նոր քաղաքական ուժեր եւ դեմքեր պետք ունենք, որ կապ չունեն հին ռեժիմին, որտեվ հիմա շատ վատ դինամիկա ունենք, այս նախկինների իրարու պետք ունեն։ Եվ եթե որոշները կան իրանց մեջ, որ պատրաստ են, որ մինչև 100 տարի մնան որպես ընդդիմություն, բայց իրանց դեղ ունենան parlamentum, որ իմանան բորան դավաճան կան չեն, հետո որ իրանք երբեք շանս չունեն կան իշխանության, մեր ընդդիմությունը, որ երբեք շանս չունի կա ընդդիմություն, բանը իշխանությանը, ոչ մի օգուտ չի տալի մեզի։ Շնորհակալ եմ Էրիկ հետաքրքիր զրույցի համար։ Շատ մերսի։ Հիշեցնեմ, ես զրուցում էի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հետ։